Խոսենք վերջին օրերին բոլորիս հուզող մի թեմայից, խոսքը Մարմարիկում 2-ամյա երեխայի կորելու դեպքի մասին է։ Որոնողական աշխատանքները ակտիվորեն իրականացվում են, շրջանառվում են տարբեր վարկածներ, բայց կա վարկած, որի ուղղությամբ առավել շատ եք կենտրոնացած եւ որոնողական աշխատանքները որքան ժամանակ կշարունակվեն։ Իրականում շատ ցավալի դեպքի մասին ենք խոսում։ Ես ասեմ, որ երբ որ ստացել ենք ահազանգը փոքրիկի կորստի դեպքի առնչությամբ, անմիջապես թե փրկարարական աշխատանքն է սկսվել եւ թե նաև ոստիկանական աշխատանքը, ինչու, որովհետև մենք երկու ուղղությամբ ենք պատկերացրել աշխատանքը հաշվի առնելով փոքրիկի տարիքը, որովհետև կարող էին լինել մի շարք վարկածներ այս տրամաբանության մեջ։ Փրկարար ծառայությունը սկսել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը, ես ասեմ, որ մինչ այս պահը շուրջ 1240 փրկարար է ներգրաված եղել աշխատանքներում եւ շարունակվում է ներգրաված լինել։ Ոստիկանական աշխատանքի տեսանկյունից բնականաբար մենք հարցին դիտարկել ենք նաև որպես առերևույթ հանցանքի մասին հաղորդում եւ ըստ այդմ բոլոր վարկածները մանրամասն դիտարկվել են, թե փոքրիկի գետն ընկնելու տարբերակն է դիտարկվել եւ թե նաեւ հնարավոր այլ վարկածները հանցանքի տրամաբանության մեջ, առևանգում եւ այլն, բոլոր վարկածները մանրակրկիտ ուսումնասիրության առարկա են դարձվել մեր կողմից եւ իրավապահ համակարգի կողմից առհասարակ։ Այս պահեդրությամբ շարունակվում է հիմնական համարվել գետն ընկնելու վարկածը, բայց ասեմ, որ հիմնական վարկած ունենալուց զատ բնականաբար սա չի նշանակում մնացյալ վարկածներով չզբաղվել, ցանկացած անգամ ամենափոքր աննշան տեղեկատվությունը, որը որ մեզ կարող է թույլ տալ մտածելու, որ միգուցե այլ վարկած եւս կա, որը որ կենսական է, մենք դրանք ուսումնասիրում ենք եւ ըստ այդմ բոլոր վարկածները պարբերաբար վերանայվում են եւ դառնում են նոր քննության առարկա։ Ասեմ, որ տարածքը ուսումնասիրվել է նաեւ անօթաչու թռչող սարքերի տրամաբանության մեջ եւս տրոնային համակարգ է գործել, որովե դրական ելք այս պահիդրությամբ գոնե թե չունենք։ Ուսումնասիրվել են նաեւ եւ շարունակում ենք ուսումնասիրել արբանյակային հնարավոր լուսանկարները, ընդ որում այնպիսի լուծաչափի, որ թույլ կտա իրականում որևէ շոշափելի տեղեկատվություն ունենալ այս տեսանկյունից։ Այս մասով եւս դեռևս դրական արդյունքներ չունենք, բայց եւ շարունակվում են մեր բոլոր աշխատանքները։ Նշեմ, որ որպես կանոն որոնողափրկարարական աշխատանքները 10 օր են տևում, բայց այս դեպքով իմ հանձնարարականով շարունակելու ենք իրականացնել որոնողափրկարարական աշխատանքները այնքան, քանի դեռ որևէ նորություն չունենանք դեպքի առնչությամբ։